Ադրբեջանի Գոտիսանովը եւ Իլիևները, որոնք ֆուցիցի տերերն են, որոնց նկատմամբ այսօր Ռուսաստանում այդ գործողությունները կատարվում են։ Նրանք սկզբից կոպիտացած իրենց բիզնես իմպերիան կառուցել են Պիտիգորսկում։ Արեն Կարապետյանի հայրը ներ էր աշխատում Պիտիգորսկում։ Եվ այդ կապերը, որը ինքը ուներ սովետական տարիներին Ադրբեջանի միջոցով, հենց այդ կապերը օգտեցին, որպեսզի Կարեն Կարապետյանը մինչև հոկտեմբերի 27-ը նշանակեին Արմեներգոյի գլխավոր տնօրեն Կամո Ավակումյանը, Կարեն Կարապետյանի գործնական գործարար պարտները, ինքն է ֆինանսավորել սրբազան շարժումը, հայկական պարտավորը լինի ռուսական կողմի եւ Ավակումյանը կկալանավորվի։ Տեղում ինչ են թաքցնում հոկտեմբերի 27-ի անջատված մասով եւ ինչ կապ ունի այսօրվա հետ։ Ուրեմն գիտեք, որ երևի հիշում եք, որոշ ժամանակ առաջ պատերազմի ժամանակ հատկապես շրջանառության վերդրվեց Գոտնիսանովի Ֆուցիցի սեփականատիրոջ վերաբերյալ ռեպորտաժ կապված Ռուսաստանի արտաքին հետախուզության դանիչների հետ։ Ուրեմն ես պնդել եմ, իհարկե մինչև այդ բանավոր եմ պնդել եւ գրավորել ներկայացրել եմ, որ առաջին անգամ եմ հրապարակում, ես պնդել եմ, պնդում եմ եւ հիմա մի հատ շատ ավելի կարևոր փաստ կասեմ, որ հենց Ադրբեջանի Գոտիսանովը եւ Իլիևները, որոնք ֆուցիցի տերերն են, որոնց նկատմամբ այսօր Ռուսաստանում այդ գործողությունները կատարվում են։ Նրանք սկզբից կոպիտացած իրենց բիզնես իմպերիան կառուցել են Պիտիգորսկում, որտեղ հայտնվում է Նայիրի Հունանյանը։ Նայիրի Հունանյանը ճանապարհային քարտեզը, որ ասում են բանն է, այդ ինչ են ասում, գրինն է, որտեղ ունի գրուի բանկա, չէ՞, հետո որտեղ գրուի հետ կապել, որտեղ գրուի հատուկ բաներ կա։ Եվ ինչով է ապացուցվում, որ շատ հավանական է, որ հոկտեմբերի 27-ի ռազմաքաղաքական պատվիրատուների ֆինանսական կամ կազմակերպիչները դրանք Ադրբեջանում տատեր են ասում, էթնիկ հրեա ադրբեջանցիներն են, ես դες առաջի անգամ եմ ասում, 2009 թվականին, այդ մարդկանց ես լավ ճանաչում եմ և շփվել եմ հետները, իմ համար անսպասելի, տեղեկություն ստացած ստուգեցի, որ ճիշտ է, որ այդ Իլիևների և Գոտիսանովների ֆուցիցի տերերը, որից էթնիկ հրեա ադրբեջանցիների, որը այսօր Ալիևի կապիտալը իրանց ձեռքում է։ Ալիևի ամբողջ կլանի կապիտալը իրանց ձեռքում է։ Ինչ եք պատկերացնում, Հայաստանում ժամանակվա էկոնոմիկայի նախարարի հետ միասին այցելել են Միացյալ Նահանգներ գույք պարտքի դիմաց գործարքի հետ կապված ֆինանսական խնդիրները լուծելու։ Պատկերացնում եք, ինչ կապ ունի Ալիևի կլանի ֆինանսիստները, փողի տոպրակը կոպիտ ասած, էթնիկ հրեա ադրբեջանցիները, ինչ կապ ունեն գույք պարտքի դիմաց էլ մի բանը 2009 թվականին էկոնոմիկայի նախարարի հետ այցելում են սա։ Եթե այս շարունակեն Հայաստանում, այս փաստը թաքցնեն, եւ հիմա այն գործողությունները, որը կատարվում է, սկզբից նրանք հիմա գույք պարտքի դիմացի բաղկացուցիչները, ինչպես հարգեցին Սամվել Կարապետյանի ձեռքը։ Եվ այն գործողությունները, որ այսօր կատարվում է էթնիկ հրեա ադրբեջանցիների, որպես ասած Ալիևի կլանի փողի տոպրակի, այդ դեպքում ես հաստատ կարող ասել, 100% կարող ասել, որ իշխանության եւ ընդդիմության միասնական դիրքորոշումը իրանք մի հարց ունեն 100% բան իրար հետ համաձայն հոկտեմբերի 27-ը չբացահայտ։ Ես 100% կարող ասեմ, որ դա շատ մեծ փորձանք է բերելու Հայաստանի գլխին եւ ապագայում թե ինչ վտանգների առաջ ենք եւ նոր քաղաքական սպանությունների ու ինչի առաջ ենք կանգնելու, նույնիսկ դժվար է կանխատեսել։ Շատ դժվար։ Տեսեք, պարոն Սահակյան, մի փաստ եմ ուզում բերել, որ դուք եւս հաստատեցիք Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան տանդեմ կոչված է միասին 2017 թիվ, այսպես փաստով եմ նշել եմ ինձ նոտ, որպեսզի սխալ չլինեմ։ Սևանից մեր ջրառը տարեկան
կազմում է 160-ից 170 միլիոն կուբամետր։ Այդպես տարեկան այդ ոռոգման եւ այլ նպատակներով 2017 թվականին կառավարությունը աշնան կողմ հատուկ որոշում է կայացնում 300 միլիոն կուբամետր ջուր են բաց թողնում Սևանից։ Սա ինձ ասել են էներգետիկայի գիգանտ այսպես ղեկավարներ։ Փաստ կա կառավարության որոշումների մեջ։ Մեր էներգետիկայի համակարգը մի տեսակ ես ասոցիացնում եմ սենց փող տպելու ստանոկի հետ։ Իրենցից են ասում, երբ պետք է փողը պետք է ղել, ջուրը բաց են թողել, հոսանքը արտադրել, ծախել եւ այլն, ինչ որ իրենց էլ ասել են, պարտք են փակում, ես են կանում, ես նույն process-ը տեղի ունեցել 2002-3 թվերին նաեւ, որ 15 օրմի այլ կարգի անձրև եկել, էլի պատմել են, ու էլի Սևանից ջուր են բաց թողել, էլի աղմուկը բարձրացել է, ասել են դե պարտք են եւ այլն, սենց։ Այն դեպքում, երբ որ Սևան Հրազդան կասկադ 5 պիես աշխատում այս ջրի վրա, ինչքան հոսանք արտադրվեր 300 միլիոն կուբամետրով ջրով եւ ինքնարժեք կոպեկներ է։ Հեկի արտադրած ջուրը կոպեկներ են։ Կես դրամով որոտաններ, երբ որ սեփականացրին, տարան դիտավորյալ սնանկացման սեփականացրին ու բարձրացրին։ Ինքնարժեք, բայց դա արհեստական բարձրացում է, որովհետեւ հեկը շատ էժան հոսանք է արտադրում։ Մեր հոսանքի սակագինն է հիմնական ձևավորում ատոմակայան հեկերով, Հրազդան Գրեսնա միակը, որը մի քիչ թանկ ինքնարժեքով է, նա ընդհանրին տարվա մեջ մի ամիս է աշխատում։ Նա իբրև են զապաս պագրիշկա սենց վիճակն է, երբ որ ատոմակայանը կանգնում է, մեր համար ռազմավարական օբյեկտ է։ Եթե դուք ինչ-որ բան ունեք լրացում սրա հետ կապված, Կարեն Կարապետյան, նախկին վարչապետ Սամվել Կարապետյան, ավելի ճիշտ կլինի սկսել Կարեն Կարապետյանից մինչև հոկտեմբերի 27-ը, երբ որ ինքը նշանակվեց Արմէներգոյի գլխավոր տնօրեն։ Ես իմ հարցազրույցիներս, իմ ասացի, ինչ որ ձեզ ներկայացրեցի, նաև շատ լուրջ կասկածի տակ դրեցի Պիտիգորսկում այդ էթնիկ հրեա ադրբեջանցիների, տատերի, Պիտիգորսկի միջոցով այդ գործողությունների, որը Նարի Յունանյանին կաշելու ինչ-որ կոնկրետ հատուկ գործողությունների մեջ և վերբով կանելու, աստեղ մի բան պետք է ավելացնել, որ հենց Պիտիգորսկի միջոցով իմ ունեցած տեղեկություններով այդ ժամանակ Կարեն Կարապետյանի հայրը դեր էր աշխատում Պիտիգորսկում եւ այդ կապերը, որը ինքը ուներ սովետական միության տարիներին Ադրբեջանի միջոցով, հենց այդ կապերը օգտեցին, որպեսզի Կարեն Կարապետյանը մինչև հոկտեմբերի 27-ը նշանակեին Արմէներգոյի գլխավոր տնօրեն, որը Արմէներգոյի գլխավոր տնօրեն Ստյոպայի ազգանունը չէր հիշում, հատուկ քրեական գործ հարուցեցին, որ Կարեն Կարապետյանին նշանակեն Արմէներգոյի գլխավոր տնօրեն։ Հետո Կարեն Կարապետյանը տեղափոխվեց Արմուզ գազի գլխավոր տնօրենի պաշտոն։ Այսինքն Կարեն Կարապետյանը այդ հավանական կապը Պիտիգորսկի էթնիկ ադրբեջանցիների, որոնք հետագայում նաև շահագրգիռ կողմի են գույք պարտքի դիմացի, կարծում եմ, որ հենց այդ կապը վճռական դեր կատարեց, որպեսզի Կարեն Կարապետյանը հայտնվի էներգետիկ համակարգում։ Ավելացնեմ, որ այդ ժամանակ Հայաստանից արտահանված հոսանքի գումարները Վրաստանում ձևակերպվել էր որպես պարկ, մասնավորապես 4.4 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Այսինքն ստացվում էր Ռուսաստանից միջուկային վարելիքի մատակարարման կամ գազի մատակարարման սխեմաներից առաջանում էր հոսանք Արմէներգոն արտադրում Վրաստան եւ պարկ է ձևակերպում։ Վրաստանի վրա պարկ։ Հա, Վրաստանի պարկը Հայաստանում։ Իսկ եթե այդ գումարները հետ գար եւ իրական պարտքը միջուկային վարելիքի մատակարարվեր, գույք պարտքի դիմաց գումարի մասին ընդհանրապես խոսք չէր կարող։ Այսինքն ուրիշ թե անուղղակի ռազմավարական օբյեկտները տալ։ Իսկ որ հոկտեմբերի 27-ից հետո արդեն Կարեն Կարապետյան եւ Սամվել Կարապետյան կապը ստեղծվեց, նաեւ
խավոր սանիկ հարաբերությունների կա մի այդին հիշատակված անջատված մասով քրեական գործով կա մի էպիզոդ, որը ես պնդում եմ ճշտելու Արարատի ցեմզավոդի պարտքի հետ կապված այդ բանը օպերացիան։ Գազի պարտք էր, որը իմ ունեցած տեղեկություններով 10 միլիոն դոլարը պետք է փակվեր 10 անգամ պակաս։ 600 թե 800,000 դոլարով, այսինքն եթե գործակը կատարվել է, ստացվում ասենք ցանկացած մարդ, դա չէ մեր Սամվել Կարապետյանը, մեր ցանկացած մարդ օքից միականի դոլարային միլիոնատեր էր դառնում։ Այդ գազը, այդ պարտքը ձևավորվել էր Կարեն Կարապետյանի միջոցով։ Այսինքն եթե այդ գործակը ստուգվի եւ պարզի, որ իրոք այդ պարտքը, որը 10 անգամ ավելի դիսկոնտով էր, եւ դրանից ասենք այդ օպերացիան կազմակերպվել է Սամվել Կարապետյանի միջոցով, այդ Արամ Սարգսյանի պետք է ավելի շատ է ծանցելուվել, ինքը որտեղ ժամանակ ինքն է այդ արդեն միանշանակ կհաստատի, եթե դաժե մնացած փաստերը ես չասեմ, թե Ռապապորտի կաբինետում իրեքով եսին եւ այլն։ Եվ այն ինֆորմացիա, որ հիմա արդեն շրջանառության մեջ են դրել կապված, որը պետք է անպայման ստուգվի, որ Կամո Ավակումյանը, Սամվել Կարապետյանի գործնական գործարար պարտները ինքն է ֆինանսավորել սրբազան շարժումը, հայկական գաղտնալսումների մեջ մի պահ կա, որը էլի հայկական կողմը պարտավոր է դեպի ռուսական կողմի եւ Ավակումյանը պետք է կալանավորվի։ Տեղում։ Ես նկատի չունեմ, որ ինքը ծննդով Բաքվից է։ Ես նկատի չունեմ, որ այդ հրեա ադրբեջանցիների տատերի հետ ուզեն թե չուզեն իրանք ընդհանուր ոնց որ ասած շրջապատու կապեր պետք է ունենան։ Ես նկատի չունեմ, որ այդ գործակալական ցանցը, որը աշխատեց Ռուսաստանի տարածքում Յազևի տրիադայի հետ կապված, բայց բանը կարող է եւ ադրբեջանցիների հետ միասին իրանց միջոցով նաեւ Հայաստանը հարված ստանալ։ Եվ շատ հավանականատես կարող է լինի։ Եվ ցանկացած գերտերություն, եթե դու ահաբեկչություն ես կատարում ունել յադերնի օբյեկտերի դեմ, դա պարտավոր է, ունընդհանուր միջուկային զենք օգտագործի։ Եթե չէ, դա նաև պարտի հարց է։ Այստեղ ներում բեկում չի լինելու, թող այդ հույսը ոչ մեկը չունենա։ Դա պարտադիր միջև վերջ գնալու է։ Բայց մի բան հաստատ է, այն անձին, որը հետ նույն Ավակումյանի հետ կապված է, ես մասնավորապես գրել եմ ներկայացել եմ այդ Մարտակիր Հակոբ Զադոյանի մասով, էդի որ ես գիտեմ։ Եվ Զադոյանի հավանական կապերը Հայաստանում մի հատ շրջան կա, Հետիլորու մարզնա, որից դրսում 22 եւ ավել կիլներ աշխատում։ Եվ Զադոյանի ամբողջ կապերը որտեղ են։ Լոռի մարզ։ Թե ինչեր է կատարում այսօր Կրասնոդարի մարզում։ Կոնկրետ բաների մասին է խոսքում։ Հիմա ինչ է կատարում Կրասնոդարի մարզում եւ ինչեր կարող է բացահայտվի, որի փոչերը կգան դեպի Լոռի մարզ։ Կոնկրետ Խաղաղ Ստեփանավան, կոնկրետ Վանաձոր։ Դե այդ անձնավորության Հակոբ Զադոյանի մասին որ ասում եմ, դա կապողողակն է այդ ռեգիոն հոշոտողների, Չուբայսի փախած Չուբայսի փախտելուց հետո այն մնացած թիմի եւ Ավակումյանի։ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործը ոչ քաղաքական նպատակներով պետք է հարուցվի, ոչ ասես կոպիտ ասած ներքաղաքական խնդիրներ լուծելու համար ամենայն հավանականությամբ պահում են ներքաղաքական խնդիրներ։ Դա շատ վտանգավոր է։ Այսինքն ոչ արհեստական բաներ պետք է անել, եթե մարդը կապ չունի։ Իհարկե, դա միանշանակ։ Իսկ եթե փաստեր կա, որը պիտի կոծկես, այդ կոծկածը օգտագործես ընտրություններից առաջ, որպես կոմպարներ, բան էս կոմեկում, դա շատ վաղ չեն ունենալու։ Եվ այս ինչ որ քաղաքացիական գործով հիմա սկսել են, կոնկրետ ձեր դեմ այցերը ներկայացնել, ես տեսնում եմ, որ ամենայն հավանականությամբ մի կողմից իմ հետ կապված, իմ ներկայացած նյութերի հետ կապված, դուք պատկերացնում եք մի տարուց ավել։ Կոնկրետ փաստեր են ներկայացրել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների եւ Պարագլուխ Նագի Հունանյանի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Մի հատ ավելացում պետք է անեն։ Վարդան Բուռնազյանի հետ։ Մի տարի չեն անում։ Այդ մարդը կա, բայց ցանցերում այսօր Հայաստանի էլեկտրական ցանցերում անվտանգության գծով տնօրենի տեղը կա Վարդան Բուռնազյանը։ Կոնկրետ։ Ուրեմն
Այս կամ հոկտեմբերի 27-ի մասին խոսում եք, այս կամ ես եք անում, ամբողջ աշխարհը գիտի։ Եթե ֆինանսավորման վրա դուրս եկար, պատվիրատ ունենալ ձեռը, կազմակերպիչներ, հանցակիցներ չեն անում կոնկրետ։ Դու հիմա Սամվել Կարապետյանին կալանավորելու փոխարեն կամ այն քրեական գործերը, որը հարուցել ես, գնացել է դատարան, չգիտեմ, մերժվել է այս բաների մեջ չեմ ուզում մտնել։ Դու կոնկրետ այդ Հայաստանի էլեկտրական ցանցերի անդրադարձության գծով տնօրենի տեղակալ Վարդան Բուրնազյանին առանց նախաքննության, առանց ձերբակալության չէ, միանգամից կալանքի որոշում դիկայացնել։ Չես կայացնում։ Ամենայն հավանականությամբ այսօր ինքը լավ ինֆորմատոր է Սամվել Կարապետյանի վրա տեղեկություններ հավաքելու։ Կստացի ես մի քանի տարի առաջ, եթե փող են քերելու, տեղեկություններ է պետք, նա այդ բանից շատ լավ է, կարողանում է տանել։ Այդ մաքսիմումի միջով հոկտեմբերի 20 մաքսիմի քրիչոկի նստած կոնկրետ անձնավորություն։